Գիտես, շատերը ապրում են որոշ ուժերի ներքո։ Բայց ես այսօր կբերեմ 3 ուժեր, որոնց մասին այսօր կխոսեմ։ 3-ն են. փաստ, իրականություն եւ ճշմարտություն։ Մենք ապրում ենք այս ուժերի ներքո, կան փաստեր, կա իրականություն եւ կա ճշմարտություն։ Եվ այս 3-ը երբեմն իրարամերժ են լինում։ Կասես ոնց, այո, շատ հաճախ իրականությունը դա ճշմարտություն չի։ Փաստը դա ճշմարտություն չի։ Դու կասես, բա ո՞րն է ճշմարտությունը։ Դու այսօր մի բան հաստատ կվերցնես եւ կհասկանաս։ Միայն Աստծո լույսի ներքո մենք կարող ենք քննել եւ հասկանալ, թե որի վրա արժե հիմնվել եւ շարունակել ապրել։ Կան փաստեր, կան իրականություններ, բայց կա Աստծո խոսք։ Եվ ես հասկացել եմ եւ հավատացած եմ եւ վստահ եմ, որ միայն Աստծո խոսքի լույսի ներքո մենք կարող ենք տարբերել իրականությունը ճշմարտությունից եւ հիմնվել եւ շարունակել ապրել։ Տեսեք, փաստերը կարող են ճնշել, իրականությունը կարող է վախեցնել, բայց Աստծո ճշմարտությունը փոխում է ամեն բան։ Ինչ է իրականությունը։ Իրականությունը նա է, ինչով մենք զգում ենք մեր զգայարաններով, դա ներկայիս վիճակն է։ Օրինակ ցավը, հիվանդությունը, դա իրական է, ինչով մենք զգում ենք, կարիքը դա իրական է, ինչով մենք զգում ենք։ Փոխհարաբերությունների մեջ ճգնաժամը, դա իրական է, դա իրականություն է։ Բայց արդյոք դա ճշմարտությունն է, կամ արդյոք դա է ճշմարտությունը։ Խոսքի մեջ նայելով, թանկագիներս, մենք կարող ենք տեսնել, որ նույնիսկ Աստծո զորավոր մարդիկ բախվել են սրանց, բախվել են ծանր իրականության հետ։ Օրինակ, Աբրահամը բախվեց այն իրականության հետ, որ նա ծեր է, եւ նրա կինը էլ չի կարող զավակ ունենալ։ Սա իրական էր, եւ սա փաստ էր։ Փաստը մնում էր փաստ, որ նա արդեն 100 տարեկան է։ Իրականությունն նա է, որ նրա տարիները անցել են, սա իրական էր։ Իսկ որն է ճշմարտությունը։ Իսկ արդյոք այդ փաստը ճշմարիտ էր։ Արդյոք այդ իրականությունը համապատասխանում է ճշմարտության։ Դավթի իրականությունը նա էր, որ կա Գողիաթ եւ բոլորն են նրանից վախենում։ Սա իրական էր։ Սա փաստ էր, չէ՞, Գողիաթը կա, բոլորը նրանից վախենում են եւ նա բոլորից ուժեղ է։ Իսկ որն է ճշմարտությունը։ Արդյոք այդ փաստը, այդ իրականությունը ճշմարիտ էր։ Դանիելը հայտնվեց մի իրական փոսում, իրական առույցների հետ։ Եվ սա իրական էր։ Եվ նայելով ֆիզիկայի եւ բնության օրենքին, նա պիտի մահանար այդ փոսի մեջ։ Սեդրակ, Միսակ, Հաբեդնակը իրական հնոց, իրական կրակ, փաստա։ Բայց միթե դա ճշմարիտ էր եւ ճշմարտություն էր։ Ես ուզում եմ այսօր մենք մի փոքր մտածենք, վերլուծենք եւ երբ որ կգնացում նորից կանգնիր քո փաստի առաջ, քո իրականության առաջ ու բեր, խնդրում եմ քո իրականությունը, քո փաստը Աստծո լույսի ներքո։ Եվ տես, արդյոք դա ճշմարիտ է եւ ճշմարտություն է։ Արի ու տես, Սատանան շատ հաճախ իրականություն է խոսում։ Նա փաստեր է բերում, որոնց հետ դու չես կարող հաշվի չնստել։ Օրինակ, ինչ ասեց Եվային։ Աստված գիտի, որ եթե ուտեք, կլինեք Աստծո պես։ Իրական բան էր, թե իրական չէր։ Թե սուտ խոսեց։ Սուտ խոսեց։ Ոնց եք կարծում, թե իրական էր։ Իրական էր, չէ՞, կերեք, կեր, պտուղը,
Եվ Աստված գիտի, եւ Աստված գիտեր, որ երբ որ ուտես, կլինես Աստծո նման, եւ մարդը կերավ եւ եղավ Աստծո նման։ Իրական էր, բայց ճշմարիտ չէր։ Դա ճշմարտություն չէր, որովհետեւ նա արդեն Աստծո նման էր։ Նա արդեն ստեղծված էր Աստծո նման եւ Աստծո պատկերով։ Աշակերտները բախվեցին իրական փոթորկի հետ, փաստա թե փաստ չի։ Նավակը, ծովում, քամի, փոթորիկ, ալիքներ, փաստա, իսկ որն էր Աստծո ճշմարտությունը։ Այս բոլոր իրականությունները թանկագինս շատ բարձր էին գոռում։ Բայց նա միշտ չունի վերջի խոսքը։ Այդ բոլոր իրականությունները չունեն վերջի խոսքը։ Սա իրականությունը։ Իսկ ինչա փաստը։ Փաստը նա է, օրինակ, ինչ մարդիկ խոսում են։ Փաստերը կարող են լինել ճշմարիտ, բայց ոչ ճշմարտություն։ Այսօր բառախաղ չի։ Այսօր հաստատ դու մի բան կհասկանաս։ Փաստերը կարող են լինել օրինակի համար բժշկական եզրակացություն։ Սա փաստա թե փաստ չի։ Իսկ որն է ճշմարտությունը։ Արդյոք այդ փաստը, որը բժշկական եզրակացություն է, ինքը ճշմարտություն է։ Փաստը կարող է լինել անեծքի դրսևորումները։ Մենք չենք կարող ասել, գիտես, ես Հիսուսի մեջ եմ, անեծքին վրա ուժ չունի։ Լավ է, լավ որ տենց մտածում ես, բայց արդյոք այդ ճշմարտությունը բացված է լիարժեք մինչև վերջ։ Իսկ ինչ եթե այդ փաստերը հա գլուխ են բարձրացնում։ Անեծքի դրսևորում, դա փաստ է։ Եվ մենք խոսում ենք հավատացյալ մարդկանց մասին։ Փաստը կարող է լինել աղքատությունը, դա փաստա թե փաստ չի։ Բայց ինչ խոսք կա դրա վերաբերյալ, իսկ որն է դրա ճշմարտությունը։ Անպտղություն, դա փաստա թե փաստ չի։ Իսկ Աստծո խոսքը ինչ ա ասում, դա ճշմարտություն է։ Կա փաստ, որ մարդը անպտուղ է, բայց կա ճշմարտություն, իսկ Աստծո խոսքը ինչ ա ասում։ Դա կարող լինի փաստ, բայց ոչ ճշմարտություն։ Դա կարող լինի իրական, շոշափելի, բայց ոչ ճշմարտություն։ Գիտես, Աբրամի մասին փաստը խոսում էր, որ նա այլևս երեխա չպիտի ունենա։ Փաստը ասում էր, որ Ղազարոսը մեռած է, ու արդեն 4 օր թաղված։ Դա փաստ էր եւ իրականություն։ Տերատես կնոջը ասում է, որ նա անահոսում է, հույս չկա, ամբողջ հույսը տվեց, ինչ ուներ վատնեց։ Բայց հաղթողը նա է, ով ապավինում է ոչ թե փաստերին կամ իրականությանը, այլ ճշմարտությանը։ Սա է հաղթողը, նա է հաղթողը, ոչ թե հավանում է ճշմարտությունը, ոչ թե գիտի ճշմարտությունը, ոչ թե միայն ուղակի դավանում է ճշմարտությունը, այլ ով ապավինում է այդ ճշմարտությանը։ Այս օրինակը մեկ անգամ բերել եմ, նոր հիշեցի կպատմեմ։ 4 տարի առաջ ես պիտի գնայի Մոսկվա, դե գիտեք, բիզնես ունեի, գնում էի, ապրանք էի բերում եւ այլն։ Եվ մեկնելուց մեկ շաբաթ առաջ իմ եղբայրը Գերմանիայից զանգեց, մենք էլ այդ ժամանակ ճամբար ենք անում, մանկական, ու հարց ու փորձ ինչ կա, բան, ասեցի, դե հայ ջան, ճամբար ենք անում, մի շաբաթից է թռնում եմ Մոսկվա, ապրանքի բան, ասես մի պահ կանգ առավ, ասես պաուզա գնաց, ասես լավ հրճան կզանգեմ հետո քեզ ու տենց։ Հիմա վերջացավ ամեն ինչ, ես գնացի Աբովյան, որ պիտի թռնեմ այնտեղից գնամ Մոսկվա, թռնելուց մի քանի ժամ առաջ եղբայրս էլի զանգեց։ Ասեց հրճան, հիշում ես որ քեզ զանգել եմ մի շաբաթ առաջ, ասեցի հա։ Ասես գիտես խի զանգի է։ Ասում եմ չէ։ Ասում եմ լսի երազ է տեսել։ Ու զանգեցի քեզ պատմեմ։ Երազից դու պիտի տեղ գնայր սամալյոտ ինքնաթիռով։ Ինքնաթիռը կործանվեց ու դու մահացար, մենք քեզ ման են գալի չեն կարող գտնենք։ Այ քեզ փաստ։ Այ քեզ դաժան իրականություն։ Հիմա ես ունեմ ընտրություն, հիմա ինչ անեմ։ Մարդը զանգել երազա պատմում, ինքը չգիտեր որ ես պիտի գնայի։
ասում անգել էր, կործանվել էր, մենք քեզ ման են գալի, լացում էի, չէի կարում գտնեի։ Այս հայջան չէր կարա, հետո կամ вообще չպատմեիր։ Մնացել է հաշված ժամեր, ես պիտի թռնեմ։ Ասում է, դե եսի բասի զանգեմ ասեմ։ Ասեցի Հայկ, մի փոքր կանգ առա, մոտ մի քանի վայրկյան։ Կանգ առա, ասեցի Հայկ, ես չեմ հավատում քո երազին։ Ասեցի, որովհետև ես խոսք ունեմ Աստծուց, այդ խոսքերը դեռ չեն իրականացել։ Ճշմարտությունը նրանում է, որ խոսք ունեմ Աստծուց, իսկ խոսքը ճշմարտությունն է։ Ասեց, ճիշտ ասած, ես էլ աղոթեցի, խաղաղություն եկավ, ու դրա համար զանգեցի քեզ ասեմ, ծիծաղում է բան, հա բայց դե դա խոսում է, չէ։ Պարկեցի, որ մի ժամ աշկս կպցնեմ, ինչ քնես, ինչ աշկ կպցնել։ Գնացի այրոպորտ, ու պետք է թռնե Երևան, Ռոստով, Ռոստով, Մոսկվա, Պերեսադկով։ Ռոստովը միջա, ասեցի, ֆու, Ռանիսլո, բայց մի ռես էլ դեռ կա։ Հասա Մոսկվա, հələ դեռ հետ պետք է վերադառնամ։ Բայց գիտես, ճշմարտությունը նրանում էր, որ ես խոսք ունեի Աստծուց, եւ այդ խոսքը չէր իրականացել։ Դա համար, գիտես, երբ որ խոսք ունես Աստծուց եւ գիտես ինչ-որ մի հիվանդություն, մի դաժան բան է, դու կանգնի նայի դրա այդ իրականության աչքերի մեջ, այդ փաստի աչքերի մեջ ու ասա, ես խոսք ունեմ Աստծուց։ Աստված ինձ սա եւ սա է ասա, եթե ունես այդ խոսքը, եթե չէ, գնա փնտրի Աստծո երեսը։ Ամեն։ Եվ հաղթողները նրանք են, ովքեր որ ապավինում են ճշմարտությանը։ Եվ այստեղ է տարբերությունը։ Փաստը նա է, որ արդեն մեծ ես, ծեր ես, բայց Աստված ասել է, չէ Աբրահամին, Ծննդոց 12:2, ես քեզ մեծ ազգ դարձնեմ։ Փաստը եւ իրականությունը նա է, որ ծեր է, կինելա ծեր, եւ չի կարող ոչինչ լինել։ Փաստը դա իրականություն է։ Բայց Աստված ասել է, ես քեզ մեծ ազգ եմ դարձնելու։ Մի այլ ճշմարտություն, ես եկող տարի ժամանակ կգամ եւ դու երեխա արդեն ունեցած կլինես։ Սա Աստծո խոսքն է։ Եվ նրանք ապավինեցին երկուսով, թե Աբրահամը, թե Սառան ապավինեցին այդ ճշմարտությանը։ Այստեղ ընտրություն Աբրահամինն էր, թե որ կողմը կբռնի, իրականության եւ փաստի, թե Աստծո ճշմարտության։ Գիտես, փաստերը նման են զեկույցի։ Զեկույց է դա։ Իսկ ճշմարտությունը, Աստծո ճշմարտությունը նման է կնիքի։ Փաստը զեկույց անում, մարդը հիվանդ է։ Փաստը զեկույց անում, կա խնդիր։ Դա փաստ է, զեկույց է։ Եկան եւ Հիսուսին զեկուցեցին, Ղազարոսը մեռել է։ Զեկույց էր սա փաստ էր։ Բայց Հիսուսի ճշմարտությունը ասում էր, որ Հովհաննեսի 11:25, ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ մեռնի, կապրի։ Սա արդեն ճշմարտություն էր։ Փաստը այնտեղ էր, որ մահը արձանագրված է։ Փաստը այնտեղ է, որ կա մահ։ Եվ 4 օր արդեն մահացած եւ թաղված այդ մարդը։ Սա փաստ էր, որովհետեւ երբ որ բացեցին գերեզմանը, հոտ եկավ գերեզմանից։ Դա փտում էր արդեն։ Սա փաստ էր։ Բայց ճշմարտությունը այնտեղ է, որ Հիսուս ասեց, ես եմ հարությունը եւ կյանքը։ Եվ ով որ մեռնի, կապրի։ Եթե մեկը մեռնի, էլ կապրի, սա ուրիշ թեմա է, լավ այդտեղ չմտնեմ։ Փաստը ասում է այդ կնոջը, որ դու արնահոսում ես եւ այլևս չունես միջոց բժիշկներին տալու, բժիշկներին դիմելու։ Իսկ այդ կինը խոսք ուներ, ես վստահ եմ, միայն թե կպնեմ նրա շորին, նրա քղանցքին, որովհետև խոսք կա մարգարեության մեջ, որ նրա քղանցքը լցնում է Աստծո տաճարը։ Եվ երբ որ խոսք կա, եւ երբ որ դու այլ չունես ոչինչ, Աստված ասում է, հիմա ես քեզ կարող եմ տալ ամեն ինչ։ Իսկ ինչ է ճշմարտությունը, թանկագին եկեղեցի։ Աստծո խոսքը դա վերջնական ճշմարտությունն է։ Որովհետև Հիսուսն ասեց Հովհաննեսի 8:32, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Ես մի նկար եմ պատրաստել, խնդրեմ, որ տեղադրեք։ Այո, ճշմարտությունը չի փոխվում անկախ նրանից, թե ինչ ես զգում, թե ինչ են խոսում մարդիկ, թե ինչ է ասում սատանան։ Ճշմարտությունը չի փոխվում։
Ու գիտես, այնպես չի, որ Աստվածաշունչը չի խոսում դրա մասին։ Այնպես չի, որ Աստվածաշունչը ասում է իրականության գոյություն չունի։ Ինքը ասում է իրականություն գոյություն ունի։ Բայց կա ավելին, դա ճշմարտությունն է։ Հիմա տեսեք, անձրևը այս նկարի մեջ իրական է, թե իրական չի։ Փաստա, որ անձրև է գալիս, չէ՞։ Փաստա։ Մենք չենք կարող շղթել։ Բայց այստեղ մեկը ժպիտով է կանգնած, չոր, իսկ այն մեկը ուզում է մտնի այդ անձրևանոցի տակ եւ թացա եւ հայացքի մեջ տեսնում ես աղերսանք, թողես քո ճշմարտության ներքո։ Այս նկարը ես արկել եմ արհեստական բանականությամբ։ Տեսեք, եթե այս տղան կանգնի եւ ասի անձրև չկա, անձրև գոյություն չունի, նա հիմարի պատասխանա, չէ՞ մի տեսակ։ Կա, անձրևը կա։ Անձրևը իրական է, բայց ես ճշմարտություն ունեմ։ Այս զոնտ ես նմանացրել եմ ճշմարտությանը։ Ես զոնտ ունեմ, որ եթե անձրև էլ գա, ես թաքստոց ունեմ, ես ապավինություն ունեմ, ես գիտեմ ինչպես այդ արհավիրքից պաշտպանվել։ Գիտես, պետք չի մտնել այն ռոմանտիկայի մեջ, երբ որ կա խնդիրը, դու ասես չկա խնդիր, չկա խնդիր, չկա խնդիր։ Դու մենակ դավանի, ասա չկա, ասա չկա, ասա չկա։ Դա սխալ մոտեցում է։ Դա ճիշտ չի։ Եթե կա այդ իրականությունը, եթե կա այդ փաստը, ինքը կա այդ փաստը։ Եթե կա անձրև, կա անձրև։ Անձրևը կա։ Բայց այն մարդուն այդ անձրևը չի վնասի, ով որ ունի ճշմարտություն, ով որ ունի այդ անձրևանոցը եւ ունի որտեղ որ նա կարող է թաքնվել։ Եվ գիտես, Աստվածաշունչը այնպես չի որ ասում է չկա իրականություն, կա իրականություն, կա անձրև։ Մարդիկ դրա տակ մրսում են, մարդիկ դրա տակ հիվանդանում են։ Ճիշտ անձրևը միշտ առատության խորհուրդ է, օրհնության, բայց այս կոնտեքստի մեջ ես ուզում եմ ուղղակի այս ճշմարտությունը քեզ բացելու համար այս նկարն եմ բերել։ Գիտես, այնպես չի, որ Մովսես եկավ հասավ Եգիպտոսից փախնելով, եկավ հասավ Կարմիր ծովի մոտ ու ասեց. Կարմիր ծով, ես դավանում եմ, որ Կարմիր ծով գոյություն չունի իմ կյանքում։ Ինչ ծով, ինչ բան, ինչ փարավոն, ինչ ձիեր, ինչ կարգեր։ Նա եկավ եւ հանդիպեց իրականությանը։ Նա եկավ եւ հանդիպեց փաստին։ Բայց ճշմարտությունը բացեց այն։ Աստծո խոսքը բացեց այն։ Դանիելը իջավ առույցներով շրջապատված փոսը, բայց Աստծո ճշմարտությունը ծեփեց նրանց բերանները։ Աստծո ճշմարտությունը ծեփեց առույցների բերանները։ Գրված է, որ սատանան գոռոզ առյուծի պես ման է գալիս, որ ինչ որ մեկին կուլ տա, բայց Աստծո ճշմարտությունը կարա ծեփի այդ գոռոզ առույցների բերանները եւ ծեփում էլա։ Պետրոսը հանդիպեց ալիքներին այդ ճշմարտությանը, այդ ներողություն, այդ փաստին, այդ իրականությանը, բայց Աստծո ճշմարտությունը քայլեցրեց ջրերի վրայով։ Սա է ճշմարտությունը։ Ամբողջ ժողովուրդը տեսավ փաստը, Հիսուսը խաչվեց, Գողգոթյան խաչն էլ վկա։ Սա այլ գերեզմաները, բայց արյուտես որ ճշմարտությունը բացեց գերեզմաները եւ ճշմարտությունը Աստծո խոսքը չի կարող դա թույլ տալ, որ այդ ճշմարտությունը 3 օրից ավել գերեզմաներում մնա։ Ինքը հարություն առավ։ Այո, կա իրականություն, փաստ, որ ինչ-որ մի տեղը ցավում է, բայց ճշմարտությունը ասում է, որ Ելիս 15:26 ես եմ Տերը, քո բժիշկը։ Այս է ճշմարտությունը։ Իրականությունը հիվանդությունն է, դա իրական է։ Իսկ ճշմարտությունը Աստծո խոսքն է։ Ես եմ քո բժիշկը, ես եմ քո Տերը։ Ու դուք ասես ինչ բոլոր մարդիկ, աշխարհի բոլոր հավատացյալները նույն պահին կբժշկվեն, չէ՞։ Ես չեմ հավատում նաև դրան, որ նույն պահին կարող են բժշկվել։ Ինդիվիդուալ Աստված գործում։ Ինդիվիդուալն է։ Երեք Սակո պապի հետ էի խոսում, կիսվում էր, խոսում էինք, ասեց հովի ջան, հավատք, բայց ծերությունը իրան ասում, այո, ծերությունը իրան ասում է։ Եվ դու քո ծերության մեջ, քո ծառայելով Աստծուն,
տկար մարմնումդ, դու ամաչեցնում ես շատ երիտասարդներին, որ կարող են ծառայել, բայց չեն ծառայում։ Աստված ունի նման անոթներ եկեղեցում, որ տկարության մեջ ծառայելով Աստծուն, շատ երիտասարդներ, որ ավելի առույգ են, առողջ են, ավելին կարող են անել իրանց զորությամբ, դու կամաչեցնես նրանց։ Ցույց տալով, որ տես ես եթե այս վիճակում ծառայում եմ, բա դու ի՞նչ ես ծառայում։ Եվ ես օրինակ բերեցի Իսահակին։ Իսահակը, ով որ աստծոյալ էր։ Եվ Իսահակի մասին Աստված ասում էր, որ ես Իսահակի Աստվածն եմ, չէ՞։ Իսկ դու գիտես, որ Իսահակը կույր էր։ Ինչու Աստված նրան չէր բժշկում։ Ինչու։ Փաստը նա էր, որ նա կույր էր։ Եվ նա շոշափեց, չէր որդուն, որպեսի օրհներ, չէր տեսնում բացարձակ։ Պողոսին բերենք, դուք ասես դա հին ուխտն էր, նոր ուխտ, Պողոս առաքյալ, նա նույնպես գրեթե կույր էր, ինչու չէր բժշկում նրան Աստված։ Դա նույն Պողոսն էր, ում թաշկինակն էր բժշկում։ Դա նույն Պողոսն էր, բայց ինչու նա չէր բժշկում, որ շատ տեսնողներին ամաչեցնի, որ ես իմ կույր հալով ներողություն բառիս համար ծառայում եմ Աստծուն, ես իմ կույր հալով արդեն երրորդ միսիոներական իմ ճամփորդություն եմ անում, իսկ այն ժամանակ այսօրվա պես չէր, նստեր ինքնաթիռ գնար։ Այն ժամանակ մի ճամփորդությունը կար տարիներ տևեր, փոթորիկներ եւ այլն։ Ես իմ չտեսնող հալով գնում եմ արդեն երրորդ միսիոներական ճամփորդության, բայց դու քո տեսնող հալով ոչինչ չես անում։ Եվ նման անոթներ կան Աստծո տան մեջ, որով Աստված պարծենում է, իսկ իմ արդար հոբին տեսել ես։ Աստված ունի այդ մարդիկ։ Փառք Հիսուսին այդ մարդկանց համար։ Այո, կարա լինի փաստ իրականություն, բայց եթե դու ունես ճշմարտությունը եւ այդ ճշմարտության վրա հաստատ կանգնում ես, դու կարող ես տեսնել Տիրոջ փառքը։ Այո, կա փաստ իրականություն, որ միայնակ ես քեզ զգում, լքված, մենակ ես, քեզ ոչ ոք չի հասկանում, բայց ճշմարտությունը ասում է, որ քեզ չեմ թողնելու ու քեզ չեմ լքելու։ Եբրայեցիների 13:5։ Սա արդեն ճշմարտությունն է։ Այո, այս վիճակը, որ ունես միգուցե, ես չգիտեմ, որ դու միայնակ ես, քեզ չեն հասկանում, դու մենակ ես մնացել, քեզ ոչ ոք չի սիրում։ Եթե քո բնավորությունից է, ուրեմն այդտեղ մի բան ունես անելու։ Բայց եթե ուղղակի զգացողություն է, եթե դա ուղղակի այդ փաստը եւ ճշմարտություն, Աստված քեզ ասում է, քեզ չեմ թողնի եւ չեմ լքի։ Այո, կա փաստ, եւ փաստը նա է, որ պայքարի մեջ ես, զգում ես, որ կռվում ես ամբողջ աշխարհի դեմ, բայց ճշմարտությունը նա է, որ ասում է Եսայի մարգարեություն 54:17. Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, եւ ամեն լեզու, որ դատաստանի է ելնում քո դեմ, պիտի դատապարտվի։ Այս է Տիրոջ ծառաների ժառանգությունը։ Իսկ վերջին օրերում գրված է, տեսնեք ծառաների եւ չծառաների տարբերությունը։ Այս է Տիրոջ ծառաների ժառանգությունը եւ ինձանից է գալու նրանց արդարությունը, ասում է Տերը։ Ոչ մի գործի կարա չհաջողվի եւ չի հաջողվի, եթե դու Տիրոջը ապավինես, եթե քո արդարությունը նրան հանձնես, եթե դու նրանից արդարանաս, ով կարա քեզ մեղադրի եւ դատապարտի։ Փաստը այն է, եւ փաստը կարող է խոսել, որ անես կա քո վրա, եւ ինչ որ անում ես չես հաջողվում։ Լինում է այդպես, ձեռդ ուր գցում ես չորանում է, ինչ ուզում ես անես չի հաջողվում, աղքատություն է, ինչ անում ես թարս է գնում։ Մենք այդ բառը սիրում ենք, չէ՞, թարսիսը։ Թարս է գնում, ինչ անում ես, չի լինում, անեսք կա։ Գնում ես կանաչ մի վայր, չորանում է այդ տեղը։ Աշխատող ինչ-որ մի տեղ մտնում ես, որ կորպորացիա է, գնում ես որպես աշխատակից, չորանում է դա, չկա։ Եվ փաստը ասա, կարա լինի անեսք հետևանք, անեսք, անիծել են կամ անեսկա կամ տատիական, պապիական, չգիտեմ ինչ հայական։
Բայց կա ճշմարտություն, կա փաստ, կա իրականություն, բայց կա ճշմարտություն, Գաղատացիների 3-րդ գլուխ 13 խոսք։ Քրիստոսը մեզ գնեց անեսքից փրկագնեց, այստեղ օրենքը բար կա, այս օրենքը մի փոքր բան եմ արել։ Լավ, լրիվ կարդամ, հետո կբան կանեմ, կբացեմ։ Քրիստոսը մեզ օրենքի անեսքից փրկագնեց, մեզ համար անեսք դառնալով, քանի որ գրված է անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախված է փայտից։ Հիմա կար անեսք, այստեղ ճիշտ է խոսում օրենքի անեսքի մասին, բայց ընդհանուր Հիսուսը մեզ ազատեց անեսքից, ընդհանուր առմամբ։ Կա անեսք, եւ դա փաստ է։ Մենք չենք կարող ասենք, գիտես, այդ մեր վրա այդ հակնենք այդ վարդագույն ակնոցներ, ասենք չկա անեսք։ Ու ամեն ինչ վատանում է, չորանում է, չկա անեսք։ Ոչ մի բան չկա։ Հալելույա։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, բայց բան չի կարող անի։ Հալելույա, շարունակում այլի։ Կամ պիտի կանգնես ու ասես, այո, կա այդ անեսքը։ Ավելավա գիտես ինչ անես ժողովուրդ, ինչ մատ խորհուրդ տամ, ավելավա դու ասես ունեմ այս խնդիրը, ես գրում եմ այդ խնդիրը լուծելու, կամ դու ունես խնդիրը ու ասես ես չունեմ խնդիր, ես չունեմ ոչ մի պրոբլեմ, ամեն ինչ լավ, ամեն ինչ հրաշալի է։ Սա կոչվում է վարդագույն ակնոց։ Բայց եթե դու ունես իրական խնդիր ու դու տեսնում ես կա այդ խնդիրը, կա հիվանդություն, ավելավա դու իմանաս հիվանդության արմատը ու գնաս դա, իմանաս անեսքիդ արմատը գնաս այնտեղ պայքարես, կռվես, ճշմարտության վրա կանգնես ու ասես ով ազում իմանա ոնց հաղթի դա, ով ազում իմանա 3 հոգի ուզում են 4, 5 հոգի, 6, ով ազում իմանա ինչպես հաղթելու հաղթարել, դալիճի հալալ 10%-ը, ով ազում իմանաս, բոլորի մոտ հալելույա վիճակ, ով որ միջև վերջ դիմանա նստի քարոզին, վերջում քեզ մի քանի գործիքներ կտամ։ Այո, կամ փաստեր, իրավիճակ, իրականություն, բայց կա Աստծո ճշմարտությունը։ Գիտես, ես բնավ, նորից եմ ուզում ասել, ես բնավ չեմ խոսում ռոմանտիկայի մասին, որ կան մարդիկ, որ ասում են, որ եթե կա մի դավանիր, սա ռոմանտիկա է, եթե կա մի ասա, հանկարծ չասես։ Կամ որ խորհուրդ են տալի, բա թե մի ասա, որ հիվանդ ես, մի ասա, ինքյանով կանցնի, բանի տեղ մի դիր։ Սա նույնպես ռոմանտիկա է։ Մի ասա ցավում եմ, մի ասա պարտք ունեմ, մի ասա խնդիր ունեմ։ Մի ասա անհաջողակ եմ։ Մի խորհուրդ էլ։ Չհիմնվես միայն աստվածաշնչյան այն տողերին, որտեղ որ գրված է օրինակի համար, հավատա, կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Մի հիմնվի սրա վրա։ Թեև կա նման տողեր աստվածաշնչում։ Կան մարդիկ, որ ասում են, կա գրված աստվածաշնչում, գործ կարաքելոց, հավատա դու, կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Սա իրականություն է, սա կա գրա, սա փաստ է, բայց սա ճշմարտություն չի, գիտես ինչի համար։ Սա ճշմարտություն էր կոնկրետ այդ մարդու համար։ Այդ բանտապետի համար է ճշմարտություն։ Դա մարգարեություն էր, որովհետև երբ որ սասանվեց, երբ որ այդ բանտը սասանվեց երկրաշարժից, այդ բանտապետը տեսա, որ չկան, այդ պատերը չկա, ոչ մի բան չկա, վերցեց ուզում էր ինքը իրան սպաներ, Պողոս առաքյալը ասեց, քեզ չարիք մի արա, եւ այդ մարդը հասկացավ, որ չեն փախել ոչ միտեղ, եւ հետո այդ մարդը ասեց, բա հիմա ինչ անեմ, Պողոս առաքյալը նրան պատասխանեց, հավատա Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ամբողջ տունը, եւ ինչ կատարվեց, նա հավատաց Հիսուս Քրիստոսին, գնացին տուն, Պողոսը քարոզեց եւ դրա ամբողջ տունը փրկվեց, մարգարեություն էր, որը իրականացավ այդ պահին, նույն գիշերը։ Բայց չի կարելի միայն սրա վրա հուսալ ու ասել, ես գնում եմ եկեղեցի, միայն ես մեր գերդաստանից կամ իմ ընտանիքից հավատում եմ Աստծուն ու գրված է հավատա դու, ես հավատում եմ, կփրկվես դու, ես փրկված եմ ու կփրկվի քո ամբողջ տունը, չկա նման բան։ Որովհետև Աստված անհատի Աստված է։ Եվ գիտես ռեֆորմացիան երբ որ տեղի ունեցավ 16-րդ դարում, հենց սրա այս խոսքի հիման վրա իրականացավ, որ Մարտին Լյութերը կարդալով Աստվածաշունչը այստեղից հայտնություն ստացավ։
Եթե չեմ սխալվում, Հռոմեացիների նամակի մեջ է գրված, որ արդարը իր հավատքով կփրկվի։ Արդարը իր հավատքով կփրկվի, իր, ոչ թե տատու, պապու, կնգա, մոր, չէ, իր հավատքով կփրկվի։ Եվ հայտնություն ստացավ, ասես մի րոպե, բա խեն մեզ սխալ սովորացնում, խեն սխալ քարոզում։ Ես կարամ հավատամ իմ պապիկը դժոխքից գնա դրախտ, բան, ասես բաներ են, տարբեր բաներ են անում։ Այո, կա փաստ, որ դու Աստծո մեջ ես, կա փաստ, իրականություն, ճշմարիտ է, որ դու Աստծուն հավատում ես, փրկված ես, եկեղեցում ես, Աստծուն ճանաչում ես, բայց կա փաստ, որ ամուսինը դեռ աշխարհում է։ Երեխաներդ աշխարհում են։ Եվ միայն այսպես դավանելով նրանք չեն փրկվելու։ Դու կասես, բա ինչ անեմ։ Միշտ վերջ դիմացի կասեմ ինչ անես։ Ասեմ թանկագինս, անկեղծ եղիր, հաշվի նստիր իրականության հետ, խոսք ստացիր Աստծուց, սպառազինվիր և դուրս արի պատերազմի։ Նորից եմ ասում, հաշվի նստիր իրականության հետ, փաստի հետ, խոսք ստացիր Աստծուց, խոսք, գրված խոսք ստացիր Աստծուց, սպառազինվիր և դուրս արիր պատերազմելու։ Եվ կռվիր այնքան, մինչև որ հաղթես։ Մի պատմություն Աստվածաշնչից, այս պատմության մասին մեկ անգամ քարոզել եմ, Դատավորաց գիրք 6-րդ գլուխ 11 խոսքից։ Տիրոջ հրեշտակը եկավ ու նստեց Գեդեոնի դիմաց։ Գեդեոնը հնձանում ցորեն էր ծեծում մադիանացիների երեսից փախցնելու համար, այն աստիճան էր իրավիճակը վատացել, որ նա փախել էր և ցորեն էր ծեծում, որ հաց փախցներ թշնամիների երեսից, պատկերացնում ես, հացի լուրջ խնդիր կար լուրջ գերություն, կար լուրջ պրոբլեմ։ Եվ 12 խոսք, և Տիրոջ հրեշտակը նրա երևաց ու ասաց, ով կտրիչ զորավոր, կամ ով Աստծո զորավոր, Տերը քեզ հետ։ Գեդեոնը նրան ասաց, ով Տեր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչու այս բոլոր բաները մեզ հասան, և ուր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց, բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ թշնամու ձեռքն է մատնել, և Տերը նրան ասաց, նայեց ու ասաց, գնա քո այդ զորությամբ և Իսրայելին ազատիր մադիանացիների ձեռքից, ահա ես եմ քեզ ուղարկում։ Հիմա տեսեք, կար փաստ, իրականություն, դա գերություն էր, դա թշվառություն էր, դա աղքատություն էր, սա փաստ էր, սա իրական էր։ Բայց միթե դա ճշմարտություն էր, միթե դա վերջնական ճշմարտություն էր։ Եթե Գեդեոնը Աստծուց խոսք չառներ, այդ փաստը իրականությունը կարած ճշմարտություն լիներ նրա համար մինչև վերջ։ Կար իրականություն, որ Աստված թողել է նրանց։ Դա փաստ է, թե փաստ չի։ Փաստը նրանում է, որ այլևս հրաշքներ չկան։ Ու ասում է, ուր այն հրաշքները, որոնց մասին մեր հայրերն են մեզ պատմել, բա Եգիպտոսից է Աստված մեզ հանել, Եգիպտոսից է մեզ հանել արտահայտությունը, խոսում է նրա մասին շատ հրաշքներ։ Եգիպտոսի վրա դատաստան, Փարավոնի կառքերը, ձիերը, ամբողջ զորությունը մնացին ծովի տակ։ 40 տարի մանանա, 40 տարի Աստված կերակրեց եւ անապատով ման տվեց։ Եգիպտոսից է հանել նշանակում է, գիտես, առատության երկիր մտանք։ Մեզ Աստված հողեր է տվել, մեզ Աստված տարածքներ է տվել։ Երիքովը գրավեցինք, ոչինչ չանելով, մի հատ գոռացինք, ամբողջը քանդվեց։ Ուր են այդ հրաշքները, կա իրականություն, կա փաստ, կա սով, ճգնաժամ, աղքատություն, գերություն կա ազգի մեջ, գերություն կա իմ կյանքում, գերություն կա, փաստ ասա, սա իրականություն է։ Եվ այդ թշվառությունը այն աստիճան էր, որ նա փախել էր հաց փախցնելու համար, թշվառությունը թանկագինս, հոգևոր թշվառությունը, կարա մեզ տանիմ, գիտես միջև որտե, որ մենք մտածենք միայն հաց ուտելու համար, միայն հաց վաստակենք, յոլա գնանք մի կերպ, նստենք մեր քթի տակ,
տրտնջանք, բողոքենք ու խփենք այդ ցորենը, հանենք որ հաց ուտենք։ Այդ աստիճան կարա գերությունը, թշվառությունը տանի մեզ։ Հոգևոր գերությունը կարա տանի մեզ։ Իսկ Աստծո խոսքը ինչ ասում։ Լույսը, երբ որ վառվում է, չեն դնում գրվանի տակ։ Նրա տեղ աշտանակի վրա է։ Ինչա գրվանը։ Գրվանը ինքը ցորենի չափման մի միավոր էր։ 14 կիլոգրամ ցորեն լցում է գրվանի մեջ, չափման միավոր։ Դա մեկ գրվան է։ Այսինքն, եթե դու լույս ես, դու մոմ ես, քո ճրակ ես քո տան մեջ, այդ գրվանով մի փակիր քո լույսը, օրվա հացիդ հոգսով մի փակիր քեզ, մի տար քեզ գերության։ Դվեն մարդիկ ովքեր որ այդպես են ապրում, նրանք գերության մեջ են իրականում։ Եվ նրանք միշտ տրտունջի մեջ են։ Եվ Աստված գալիս է այդ թշվառության մեջ գտնում է ամենաթշվառին ու ասում է ով Աստծո զորավոր Աստված քո հետ։ Այդ ամենահետաքրքիրը։ Այդ խոսքերով Գեդեոն, այո, կա փաստ, իրականություն, բայց կա Աստծո ճշմարտությունը, որ կարող է փոխել քո ամբողջ կյանքը։ Եվ այստեղ գիտես, Գեդեոնը մի արդարացի հարց է տալիս։ 15-րդ խոսք։ Ով Տեր իմ, ես ինչով ազատեմ Իսրայելը։ Ահա իմ ազգատողը ամենից աղքատն է Մանասեի մեջ, եւ ես էլ իմ հոր տան կրտսերն եմ։ Ինչով ազատեմ։ Մեկ լինի ինձ ազատի։ Ու Տեր ասեց նրան. փող չունես, ուժ էլ չունես, զորություն էլ չունես, երևի ես հասիով սխալ եմ եկել։ Եվի հասը շփոթել եմ։ Գնա փող ձեռ բեր, հետո ես մի բան կանենք, այդպես պատասխանեց։ Ինչ էր պետք Աստծուն Գեդեոնից, նրա փողերը, նրա գումարները, նրա դիրքը, նրա զորությունը ինչ էր պետք, ասեմ ինչ էր պետք, նրա ազնվությունը, նրա իրավիճակը ճիշտ գնահատելը։ Գալիս Աստված ու ասում է Տերը քո հետ, ու գիտես, հիմա պատկերացու, արի դնենք այդ վարդագույն ակնոցները։ Թշվառություն, աղքատություն, մի կերպ յոլա գնալ ու Տերն է գալիս, ասում է Տերը քո հետ, Տերն է եկել։ Մենք ասենք, Տերը մեր հետ է։ Պես կասենք, միգուցե։ Փառք Աստծո, մի կերպ յոլա են գնում, ծերին հասցնում ենք։ Եթե Գեդեոն այսպես պատասխաներ, Աստծո հեշտակը կասեր կեղծավոր մարդ, չէր ասի, ով Աստծո զորավոր, գնա քո այդ զորությամբ, ո՞րն էր այդ զորությունը, նրա զորությունը անկեղծությունն էր։ Նրա զորությունը սթափ իրավիճակը գնահատելն էր ու ասել, որ այո, կա խնդիր, մենք գերության մեջ ենք, աղքատությունը, թշվառությունը, ամեն կողմից ճնշում են, հենց սա է ամենազորավորը թանկագինս, որ դու չունես, ոչինչ չունես, այլ քո միակ զենքը գիտես որն է, ես քեզ հետ կլինեմ, սա Տիրոջ խոստմունքն է, ամենազորավորը սա է, երբ որ դու ոչինչ չունես, փաստ իրականությունը ասում է, գոռում է նրա երեսին, որ կա աղքատություն, թշվառություն եւ այլն, կա հիվանդություն եւ այլն, բայց ամենազորավորը գիտես որ երբ որ դու ոչինչ չունես, երբ որ այդ տերատեսքին էլ տալու ոչինչ չունի։ Տեր ասեց, հիմա ես նրան կարամ բժշկեմ։ Ամենազորավորը հենց այդտեղ է։ Երբ որ այդ հնոցը շիկացած է, եւ Սեդրակ Միսակ Հաբեդնակով ոչինչ չունեն։ Ով թագավոր թող հայտի լինի քեզ, որ մեր Աստված կարա մեզ փրկի, բայց եթե չփրկի էլ միևնույնն է, մենք նրան ենք հուսացած։ Միևնույնն է, ինչ ուզում ա լինի, մենք նրան ենք երկրպագելու։ Ճիշտ, գիտես որտեղ աստեղ զորությունը Գեդեոնի, որ նա իրենից ոչինչ տալու չուներ։ Անցած կիրակի է չէ խոսում, որ Եղիսեն գնաց այդ գութանը այրեց, վառեց, հույս չկա, վերջ, ես իմ վերջի հույսը այրեցի, ես իմ զբաղմունքը տվեցի, եւ հիմա ամբողջությամբ կախված եմ քեզանից, ամբողջությամբ։ Եվ ես մի փոքր վկայեցի, չէ, որ ինչ կատարվեց, երբ որ ես թողեցի այնտեղ Երևանում իմ փոքր բիզնես էր, բայց եկամուտ էր 20 տարի դրանով ապրում ենք։ Եվ ես մի փոքր սես պահել էի այսպես նեղ օրվա համար։ Մենք միշտ հավատում ենք նեղ օրվա համար, չէ՞, որ մենք ունենալու ենք նեղ օրեր, մենք միշտ հավատում ենք։ Մենք ուժեղ հավատք ունենք։ Նեղ օրեր, սև օրեր, դոշակի տակ, բարձի տակ, սև օրի համար։
Եվ ես պահել էի, սենց բարձի տակ, սենց։ Մի օր կինս ասում է, հանից աղսի լսի խես վախեցած, թե նեղորեր կունենանք, եկ չգիտեմ։ Ու գիտես ինչ կատարվեց, նեղորեր ունեցանք, ու լրիվ գնաց այդ բաների համար, լրիվ, միջև վերջի կոպեկը գնաց, ու ես լրիվ ամբողջությամբ, այս գրպանով բան չկա, այս գրպանով, ասի տեր ոչինչ չունեմ էլ, ստեղ էլ չկա, այսօր սաղ զոհել եմ, ամբողջությամբ տեր իմ Աստված, ոչինչ չունեմ էլ, վերջ, ասեց, հիմա ես քեզ կարամ բան տամ, դե նեղորվա համար պահել էի գումար, տվեցինք, չեմ ուզում ասեմ, բայց մի կոպեկի պես սաղ տվեցին գնաց, նեղոր էր, ու տերը նոր աղբյուրներ բացեց թանկագինս, որի մասին հետո մի օր կվկայեմ, հավատում եմ, ու փառք Հիսուսին, որտեվ փաստի հետ ես հաշվի նստեցի, մենք հաշվի նստեցինք, Ես Գեդեոնը չհակավ այդ վարդագույն ակնոցները եւ ասեց, այո, Տերը մեզ հետ, նա ասեց, ոչ, Տերը մեր հետ չի, Տերը մեր հետ չի, Տերը մեզ լքել է, մեզ թողել է, ինքը չկա, հրաշքները չկան, մենք միակ լսում ենք այդ հրաշքների մասին, այն սա էր Գեդեոնի զորությունը։ Գիտես, նա էր փաստը, որ Մովսեսը գիտեր փարավոնի զինանոցը, չէ՞։ Չէ՞ որ Մովսեսը եղել է այնտեղ պաշտպանության նախարար, գեներալ է եղել։ Նա գիտեր նրա Եգիպտոսի զինանոցը, նա գիտեր զենքերը, բայց Մովսեսը ինչ ունես։ Մի հատ գավազան հերիքա։ Մի հատ խոսք Աստծուց, ես քո հետ եմ, ես քո շուրթերի հետ կլինեմ, հերիքա, վերջ։ Բավական է։ Թեև փաստը այլ է, բայց քանի որ կա ճշմարիտ խոսք, գիտես, շատ մարդիկ շատ բաներով անցան։ Ինչպես որ ես սկզբից ասեցի, որ շատ աստծոոցյաններ բախվել են այս փաստերի հետ, այս իրականության հետ, բայց քանի որ խոսք են ունեցել, նրանք անցել են։ Քանի որ նրանք ճշմարիտությունը իմացել են եւ կանգնել են ճշմարտության վրա, նրանք հաղթել եւ անցել են։ Ինչպես հաղթել ճշմարտությամբ։ Ով է ուզում իմանա։ Իսկ ով է կիրառելու։ 4 բան եմ ուզում ասել, ինչպես հաղթել ճշմարտությամբ եւ մենք կաղոթենք։ Առաջինը, խոսիր ճշմարտությունը։ Ասա այն, ինչ որ ոչ թե ինչ որ զգում ես, այլ այն, ինչ Աստված է ասում, ասա։ Նորից եմ ասում, մի ասա այն, ինչ զգում ես, այլ ասա այն, ինչ Աստծո խոսքն ասում է իրավիճակի համար։ Այո, միգուցե կա հիվանդություն, կա ցավ, բայց որն է դրա ճշմարտությունը, որ մենք նրա վերքերով բժշկված ենք, որ Տերը իմ բժիշկն է, որ Հիսուսը վերքեր ստացավ, որպեսզի ես բժշկվեմ, սա ճշմարտությունն է։ Իրականությունն է, կա ցավը, ճշմարտությունը նա է, որ Հիսուսը մեզ բժշկել է արդեն 2000 տարի առաջ։ Այլ կանգնիր գոհացիր քո բժշկության համար։ Երկրորդը, ինչպես հաղթել ճշմարտությամբ։ Աղոթիր ճշմարտությամբ թանկագինս։ Երկրորդը, աղոթիր ճշմարտությամբ։ Աղոթքիդ մեջ կանգնիր խոսքի վրա եւ հռչակիր այն, ոչ թե տրվիր իրավիճակին։ Ունես ինչ որ խնդիր։ Օրինակ բերեմ։ Մենք ունենք 3 զավակներ։ Նորմալ է, չէ՞ ծնողները մտահոգվում են իր զավակների համար, չէ՞։ 2 տարի առաջ էր, մի փոքր սես բաներ կար։ Եվ կինս խոսք ստացավ մեր 3 զավակների համար։ Որ մեկը կասի ես Աստծունն եմ, մյուսը կասի ես Հակոբն եմ, այն մեկը Աստծո անունով մակավանված է։ Հենց այդպիսի հստակ խոսք ստացավ Աստծուց, եւ մենք գիտենք, որ խոսքը որ երեխայի համար է։ Ու երբ որ իրավիճակը գալիս, մենք գիտենք, այս մեկը Աստծունն է։ Իա մոտ ամեն ինչ դա կարիք չունի ինչ որ ես կան չէ երեխաների մեջ, որ մեկը Հակոբը գնում է զորով խլում է օրհնությունը։
Իսկ այն մեկը ինչ անի չանի, իր գլխին այդ օրհնությունը գալիս են։ Իսկ այն մեկը ուղղակի Աստծոանով մականվաված է։ Իր համար հանգիստ ապրում է։ Իսկ այն մեկը Հակոբ է, իր համար դժվար է։ Ու մենք գիտենք դժվարությունը կա, մենք այս խոսքի վրա ենք կանգնում անմիջապես։ Որովհետև մենք խոսք ունենք Աստծուց։ Հստակ խոսք մեր երեխաների համար։ 15 տարի առաջ եմ ես ապաշխարել եւ Աստծուն եկել։ Եվ գիտես, մի շատ բարդ իրավիճակի առաջ կանգնեցինք, եկեղեցական իրավիճակ էր դա։ Եվ ես չգիտեի ինչպես վարվել։ Եվ երազ եմ տեսնում, երազիս մեջ ինչ որ մեկը, եւ ես գիտեմ այդ մեկը ով է, բացեց իմ ռուսերեն աստվածաշունչը, Բիբլիան, ձեռքը մատը դրեց Երեմիա մարգարեություն, առաջի գլուխ 6, 7, 8 խոսքերի վրա, ասեց վերցրու գնա։ Ես արթնացա, ասեց շուտ աստվածաշունչը տու։ Ես մտածում եի կմոռանամ դա, ով կմոռանա։ Ես բացեցի ու կարդացի, որ եւ Տերը կպավ իմ շուրթերին ու ասեց, ահա ես իմ խոսքը դնում եմ քո շուրթերի վրա, մի վախեցիր։ Եվ ես այդ խոսքը վերցրեցի եւ միջև այսօր այդ խոսքը ինձ ուժ է տալիս։ Եվ երբ որ իրավիճակներ են գալիս, չգիտես ինչ ասես, ինչպես քարոզես, ես այդ խոսքի վրա եմ կանգնում։ Դա է ճշմարտությունը։ Դա ճշմարտությունն է, բայց կարա իրավիճակ լինի, որ գիտես վախ կա, բայց գրված է մի վախեցիր ես քո հետ եմ։ Եվ ես դրա վրա եմ կանգնում։ Եվ դա ճշմարտությունն է թանկագինս։ Այսպիսով առաջինը խոսիր ճշմարտությունը, երկրորդը աղոթիր ճշմարտությամբ, այսինքն խոսքի հիման վրա, խոսք ունեցիր կոնկրետ քո իրավիճակի համար։ Եվ միջև խոսք չստանաս շարժվես, ինչ որ անես ձախողելու ես։ Նորից ժամանակ ես ծախսելու, վատնելու։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գա արդեն։ Երրորդը ինչ անել, վերցրու մտքի պատերազմ։ Մտքի դեմ պատերազմ։ Բ Կորինթացիների 10-րդ գլուխ 4-րդ խոսք։ Մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն։ Այս զորավոր են Աստծով։ Ինչ անելու, բերթեր քանդելու։ Այդ ամեն ինչը միտքը, վախը, դրանք բերթեր են, ամրոցներ են։ Այդ ամեն ինչը իրական է, փաստ է։ Բայց կա Աստծո ճշմարտություն, որը երկսարի սուրից էլ սուր է եւ կարա մտնի եւ դա կտրի ու բաժանի։ Պոկի, քցի։ Բերթեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը եւ ամեն բարձրունք, որ Աստծո գիտության դեմ է գոռոզանում, գերում ենք ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Սա մտքի պատերազմը, սիրելիս։ Մեր պատերազմը հիմնականում լինում է մտքի դաշտում։ Վախերը գալիս է մտքի վրա է հարձակվում։ Անորոշությունը մտքի վրա է հարձակվում։ Արհավիրքը մտքի վրա է հարձակվում։ Գումար չունես, աղքատություն այկ է, մտքի վրա է հարձակվում։ Ամբողջը մտքի վրա է։ Բայց Աստված մեզ զենք է տալիս։ Սպառազինվիր եւ դուրս արիր պատերազմելու։ Ու կանգնիր այնքան միջև որ կտեսնես։ Կայնիր այնքան միջև որ կհաղթես։ Հաղթելուց հետո գիտես ինչ անես, չթուլանաս, ամրացրու դիրքերդ ու կանգնիր, շարունակիր կանգնել, հսկիր քո հաղթանակը։ Հսկիր միշտ քո հաղթանակը, հասել ես ինչ որ բարձունքի, հասել ես ինչ որ հաղթանակի, հսկիր հաղթանակդ միջև վերջ։ Որովհետև չարը կգա որ հաղթանակը քեզանից տանի։ Մի մտորումից, իմ այս շաբաթվա մտորումից էլ մի բան ասեմ։ Գրված է, որ նրանք հաղթեցին սատանային ինչով։ Գառանարյունով, վկայության խոսքով, հետո էլի բան կա։ Ով այշում։ Կարևոր բաներից մեկն ամենա։ Եվ չսիրեցին իրենց անձերը միջև մա, սա է գլխավորը։ Իրես ինչու, ասեմ, նայ։ Դու հաղթում ես, չէ, ու դու ունես վկայության խոսք։ Փաստա, որ դու հաղթել ես եւ ունես վկայության խոսք։ Ինչպես ես հաղթել։ Չես սիրել քո անձը միջև մահ եւ տվել ես Աստծուն։ Ով որ սիրի իր մարմինը չի կարա փրկի, չէ։ Ով որ իր անձը սիրի չի կարա փրկի, որովհետեւ դու զզվեցիր քեզանից եւ ասեցիր Տեր տալիս եմ ամբողջությամբ ինձ քեզ, չէ։
որ հոգնել եմ այս ապրած կյանքիցս, հոգնել եմ ամեն ինչից, քեզ լինի ամեն ինչ, չէ՞։ Հիմա հաղթեցիր գառան արյունով եւ ունես վկայության խոսք։ Եվ ամեն անգամ վկայելով ինչ ես անում, հաղթում ես, չէ՞։ Ու դու խփում ես սատանային։ Դե ինչ է ստացվում, դու նրան ցավացնում ես, չէ՞։ Ցավացնում ես դու նրան։ Ինքը ինչ կանի, ինչ կուզենա անի, ինչ ես կարծում։ Ասի վայ ստեցեցին ես էստե չեմ գա, հա, տես կանի։ Թե կգնա, ավելի չար, ավելի զորավորների կվերցնի, կգա որ քո վկայության խոսքը քեզանից խլի։ Դա այդպես է գործում։ Նա նենգա, շատ նենգա։ Դա համար եմ ասում, հաղթեցիր, մի թուլացի։ Դիրքավորվիր, զենքերդ վերցրու, սպառազինվիր, շարունակիր կանգնել, որտեվ գալու է վկայության խոսքիդ համար։ Գալու է որ քո վկայության խոսքը գողանա քեզանից։ Նա այդպես է գործում։ Հասար ինչ որ բարձունքի։ Մի sense գնա բոլորը պատմի, հասել են բարձունքի, դի վկայության խոսք չի, դե բարձենալա, շատ ժամանակ մենք խառնում ենք բարձենալը վկայության խոսքից։ Թե նա է սխալ, թե նա է սխալ։ Վկայության խոսքը կա, միշտ քեզ արյունով պատիր, գառան արյունով քեզ ծածկիր, որ վկայության խոսքը միջև ես կարողանաս պահես։ Ամեն։ Եվ չորրորդը, ինչպես որ մի քիչ առաջ ասեցի, կանգնիր միջև որ կհաղթես։ Այսինքն դու ինչ ես անում, դու սկսում ես խոսել ճշմարտությունը, դու սկսում ես խոսել այն ինչը որ դու զգում ես, ոչ թե այն ինչ որ դու զգում ես, այլ դու խոսում ես այն ինչը Աստված է ասում քո իրավիճակի համար։ Դու չես խոսում այն ինչ որ դու զգում ես։ Ես զգում եմ ես թշվառ եմ, ես զգում եմ ես միայնակ եմ։ Այո, գնահատեցիր, զգացիր, փաստ արձանագրեցիր, սկսի խոսել Տիրոջ խոսքը, որ Տեր ինձ երբեք չի թողի եւ չի լքի։ Աստված ասել է, եթե նույնիսկ մայրը թողնի իր կրծքեր երեխային, ես քեզ չեմ թողելու։ Եթե մենք սա բռնենք ու հասկանանք, որ Տեր ինձ երբեք չի թողի, ոչ մի իրավիճակի մեջ ինձ չի թողի, դու ուժեղ կլինես։ Հետո դու ինչ ես անում, դու սա սկսեցիր խոսել, դու ինքդ քեզ հավատում ես արդեն, աղոթիր ճշմարտությամբ, խոսք ստացիր, հանիր, Աստված գանձարան է մեզ տվել, մեծ, հանիր դա եւ սկսիր աղոթել ճշմարտությամբ, խոսքի հիման վրա, խոսք ստացիր քո իրավիճակի համար, քո բժշկության համար, քո ամեն իրավիճակի համար Աստվածաշնչում խոսք կա։ Ինչ ես անում, մտքի պատերազմ ես վերցնում, մտքի դաշտը սկսում ես ղեկավարել, կառավարել, մտքի դաշտի վրա կոնտրոլ ես դնում, մտքի դաշտը սկսում ես ենթարկեցնել, ասում եմ, ենթարկում ենք Քրիստոս Հիսուսին, հնազանդեցնում ենք։ Ամեն բերդ, ամեն ամրոց հնազանդեցնում ենք Քրիստոս Հիսուսին։ Եվ կանգնիր միջև որ կհաղթես։ Գրված է Սաղմոս 27:14, սպասիր Տիրոջը։ Թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի եւ սպասիր Տիրոջը։ Տիրոջը սպասելու ժամանակ սիրտդ կարա նվաղի։ Կարա թուլանա, որովհետեւ գրված է երկար չիրականացվող հույսը խռովեցնում է մարդու սիրտը, հիվանդացնում է մարդու սիրտը, երկար չի իրականանում։ Գրված է սպասիր։ Սպասիր Տիրոջը, սիրտը թող պինդ եւ զորավոր լինի։ Եվ երկու բան, որ գրել եմ, ուզում եմ կարդալ, կաղոթենք։ Կյանքում միշտ կլինեն այս ձայները՝ իրականություն, փաստեր եւ ճշմարտություն։ Մարդիկ քայլում են իրականությամբ, աշխարհը ապրում է փաստերով, բայց հավատացյալները հաղթում են ճշմարտությամբ։ Երբ որ քայլում ես ճշմարտությամբ, հանգիստը վերադառնում է, խաղաղությունը իշխում է, հավատքը հաղթում է, իսկ իրականությունը փոխվում է։ Երբ որ քայլում ես ճշմարտությամբ, երբ որ քայլում ես ճշմարտությամբ, ամեն բան փոխվում է, իրականությունն է փոխվում։ Նորից եմ ասում, ոչ միշտ է, երբ որ իրականությունը դա ճշմարտությունն է։ Ոչ միշտ է, երբ որ ճիշտը դա ճշմարտությունն է։ Ոչ միշտ է, որ փաստը դա ճշմարտությունն է։ Վերջի խոսքը Աստծունն է, որին մենք ապավինում ենք եւ պիտի ապավինենք։ Փառք ամենակարող մեր Տիրոջը։ Սա էր իմ այս շաբաթվա իմ մտքի, իմ սրտի մտորումները, որ ես մտածում եի, խորհում եի, ասեցի կիսվեմ քո հետ եւ մտածում եմ, որ դու մի բան Աստծուց առար, ինչ-որ մի զենք վերցրեցիր, ինչ-որ մի բան հասկացար, որը դու պիտի կիրառես, ամեն, որը դու պիտի կիրառես, որպեսզի հաղթանակի մեջ մնաս, որ փոխես քո թշվառությունը, փոխես քո ընթացքը, որ
ճիշտ, սթափ, առողջ գնատես, չունենաս երբեք այդ վարդագույն ակնոցները, չկրես այն, հրաժարվիր, հիմնատակ հրաժարվիր, դեն նետիր, մի տար նավսյակի պահիր ինչ-որ մի տեղ, որ երբ որ գա խնդիր, դու դնես, ասես, ես խնդիր չունեմ, դա ջայլամն այդպես վարվում, որ երբ որ վախենում է, գլուխը մտցնում այդ հողի տակ, բայց մենք հո ջայլամներ չենք, մենք հավատացյալ ժողովուրդ ենք, մենք հավատացյալ ենք, մենք Աստծուն ենք հավատացած եւ հուսացած, ամեն, փառք ամենակարող Տիրոջը, փառք Հիսուսին, Հիսուսն է Տերը, եւ նա է ամեն մարդու փրկիչը, ամեն մարմնի փրկիչը, ով որ նրան աղաղակի, ով որ նրան կանչի, փառք Հիսուսին, եկեք կանգնենք Աստծո առաջ, եկեք աղոթենք Աստծուն, այս աղոթքի ժամանակ դու հիշիր, խնդրում եմ, մտաբերի, քո իրականությունը, քո փաստը, ու ասա Տեր, դու ինչ ճշմարիտ խոսք ես ամենի վրա։ Հիշիր, բեր քո կյանքի մեջ, խորհիր, տես որ փուլի մեջ ես, ինչ իրականության ես բախվել, ինչ փաստեր ունես, ասա Տեր, դու ճշմարիտ խոսք այս իրավիճակի համար։ Ունենալով սա, կանգնիր դրա վրա։ Աղոթիր ճշմարտությամբ։ Մտքիդ պատերազմ հայտարարիր եւ հաղթիր ու կանգնիր միջև որ կհաղթես։ Ամեն։ Փառք Հիսուսին, եկեք խոնարհեցնենք մեր գլուխները։ Երկնային Աստված, շնորհակալ ենք քո ճշմարտության համար։ Այո, թեև կա իրականություն, կան փաստեր, որոնք որ իրական են թվում եւ նրանք կան, Տեր, մենք չենք ուզում այդ ամենից հրաժարվենք, բայց Տեր, մենք ասում ենք քեզ, որ մենք ապավինում ենք քեզ եւ քո ճշմարտությանը։ Մենք ապավինում ենք քո խոսքին, մենք ապավինում ենք քեզ։ Եվ մենք խնդրում ենք Տեր իմ Աստված, ես իմ աղոթում եմ ամեն քրոջս եւ եղբորս համար։ Ես աղոթում եմ այս եկեղեցու ամեն անդամի համար, Տեր իմ Աստված, որ դու խոսք տաս, ճշմարիտ խոսք տաս ամեն իրավիճակի համար։ Որ մենք այդ խոսքով վարվենք եւ հաղթենք։ Մենք այդ խոսքով լինենք։ Մենք այդ խոսքով շարժվենք։ Տեր իմ Աստված, ես աղոթում եմ ամեն քրոջս եւ եղբորս համար։ Որ թույլ չտաս, որ նրանք կոտրվեն, հուսահատվեն, այլ ազնիվ, անկեղծ, Գեդեոնի պես կանգնեն ու ասեն. Ուր ես դու, Տեր։ Եթե ամենը կա իմ կյանքի մեջ, ամեն իրավիճակները կան իմ կյանքի մեջ, աղքատությունը, գերությունը, ապա ուր ես դու, Տեր։ Ու նայիր մեզ եւ ասա. Գնա ես քո հետ եմ։ Գնա եւ հաղթիր քո թշնամիներին ու ես քո հետ կլինեմ։ Շնորհակալ ենք Տեր քո ճշմարտության համար եւ քո խոսքի համար։ Փառք ես Հավիտյանս Հավիտենից, փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն եւ թող եկեղեցին ասի ամեն։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Մենք ավելին քան հաղթողներ ենք, որտեղ Հիսուս Քրիստոսում, Հիսուսով ենք մենք հաղթողները։ Եթե Քրիստոսը չլիներ մեր կյանքերի մեջ, մենք ամենաթշվառները կլինենք, թանկագիներս, որ աղոթում ենք այստեղ, փառաբանում ենք Աստծուն, ես մտածում խորում եմ, ասում եմ, այստեղ մենք լրիվ տարբեր մարդիկ ենք։ Շատ քիչ չենք որ իրար բարեկամ են, հարազատ են, չգիտեմ, քիչ ենք։ Ամեն մեկս մի քաղաքից, մի գյուղից, մի մշակույթից, մի ընտանիքից, ի՞նչն է մեզ միաբանել։ Հիսուսը, Քրիստոսը։ Եվ ամեն մեկս ինչ-որ մի պատրվակով ենք եկել, չի Աստծուն։ Մեկը հիվանդությամբ, մեկը դժբախտությամբ։ Ես օրինակի համար մեծ ցավ եմ ունեցել, անորոշություն եղել իմ կյանքի մեջ, եւ ես այդպես եմ եկել Աստծուն, եւ Աստված բացել ամեն բան, շտկել է, բժշկել է։ Եվ մենք միաբան ենք Քրիստոսով, Քրիստոսի արյունն է մեզ միաբանում եւ նրա հոգին է, որ մեզ միաբանում է։ Եվ նրա խոսքի շուրջ ենք մենք միաբան։ Ամեն։ Ու փառք Հիսուսին, գիտես, այս ընթացքի համար։ Փառք Աստծուն եկեղեցու այս ընթացքի համար։ Եվ ես ուզում եմ քեզ օրհնել եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Պարզի քո ձեռքը եւ ընդունիր այս խոսքերը։ Տեր օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու մեր հետ լինի, ամենքիս հետ լինի։ Ամեն։ Մի երգ վերցնենք, փառաբանենք Տիրոջը եւ գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Տեր օրհնի քեզ շատ։